Ողջույն սիրելի եղբայրներ եւ քույրեր եւ սիրելի դիտողներ։ Ուրախ եմ, որ նորից ձեզ հետ եմ եւ կշարունակենք մեր ճամփորդությունը։ Բայց մինչ շարունակելը ուզում եմ քեզ մի երգ նվիրել, որը կոչվում է Կաղոթեմ քեզ համար։ Եղբայր ջան, կաղոթեմ քեզ համար։ Եղբայր ջան, կաղոթեմ քեզ համար, երբ զգաս դու առանձին քեզ, երբ քո սիրտը կոտրված է, հիշիր, որ կաղոթեմ քեզ համար, երբ զգաս դու առանձին քեզ, երբ քո սիրտը կոտրված է, հիշիր, որ կաղոթեմ քեզ համար։ Քույրիկ ջան, կաղոթեմ քեզ համար։ Քույրիկ ջան, կաղոթեմ քեզ համար, երբ զգաս դու առանձին քեզ, երբ քո սիրտը կոտրված է, հիշիր, որ կաղոթեմ քեզ համար, երբ զգաս դու առանձին քեզ, երբ քո սիրտը կոտրված է, հիշիր, որ կաղոթեմ քեզ համար։ Հայաստան, կաղոթեմ քեզ համար։ Հայաստան, կաղոթեմ քեզ համար, երբ զգաս դու առանձին քեզ, երբ քո սիրտը կոտրված է, հիշիր, որ կաղոթեմ քեզ համար։ Հայաստան, երբ զգաս դու առանձին քեզ, երբ քո սիրտը կոտրված է, հիշիր, որ կաղոթեմ քեզ համար։ Սերներ, մենք միասին անցանք Ելից գրքը։ Այսօր մենք մի նոր խոր գլուխ ենք բացում, մենք հասանք Ղևտացիների գրքին։ Եվ այս դասում կկենտրոնանանք միայն առաջի գլխի վրա, որպեսզի խորանանք եւ տեսնենք Հիսուսի փառքը։ Ղևտացիների գիրքը հաճախ համարվում է ձանձրալի, քանի որ լի է զոհաբերություններով եւ ծեսերով։ Բայց երբ հասկանում ես, որ ամբողջ Աստվածաշունչը Հիսուսի մասին է, ինչպես Հովհաննես 5:9 ասում է, քննեցեք բոլոր գրքերը իմ մասին են խոսում, այս գիրքը հանկարծ դառնում է ամենահոգևոր եւ հայտնությամբ լի գրքերից մեկը։ Ղևտացիների առաջի գլխի առաջի երկրորդ համարները Տերը կանչում է Մովսեսին խոսելով եւ ասում է. Իսրայելի որդիների հետ, երբ ձեզանից որևէ մեկը զոհ մատուցի Տիրոջը անասուններից, զոհ մատուցի, այսպես սկսվում է ողջակեզի օրենքով։ Բայց ինչ է սա ցույց տալիս Հիսուսի մասին։ Հիսուսը կատարյալ ողջակեզն է։ Ողջակեզը վերստին եբրայերեն բառը օլա բառն է, որը նշանակում է այն, որ բարձրանում է վեր։ Ամբողջ զոհը այրվում էր զոհասեղանի վրա, ոչինչ չէր մնում մարդու համար։ Ղևտացիների 1:9 Սա ցույց է տալիս Հիսուսի բացարձակ անձնազոհ նվիրումը։ Նա եկավ ոչ թե մասնակի, այլ ամբողջությամբ եւ այրվեց Աստծո սրբության կրակում մեր փոխարեն։ Եփեսացիների 5:2-ը ասում է. Քրիստոս սիրեց մեզ եւ իրեն մատնեց մեր փոխարեն,
որպես պատարակ զոհ Աստծուն անուշահոտության զոհ։ Զոհի որակը Հիսուսի անարատություն է։ Ուշադրություն դարձրու Ղևտացիների 1:3-ին։ Արու, անարատ, այն չպետք է ունենար ոչ մի բիծ, կաղություն, կուրություն կամ հիվանդություն։ Սա մեզ տանում է դեպի առաջի Պետրոս 1:19։ Քրիստոսի թանկագին այրունը որպես անարատ և անբիծ գառալ։ Հիսուսը, սիրելիներ, միակ մարդն էր, ով ապրեց առանց մեղքի, նա չգիտեր ինչ է մեղքը, առանց բծի, որի պատճառով նա կարող էր լինել մեր փոխարինողը։ Եվ երրորդը, Ղևտացիների 1:4-ը, և ձեռքը դնեք ողջակեզի գլխին, և այն ընդունելի կլինի նրա համար, որպեսզի քավություն լինի նրա համար։ Սա հայտնության մեջ նշանակում է նույնացում։ Մեղավորը ձեռքերը դնելով զոհի վրա, խոստովանում էր իր մեղքերը և փոխանցում զոհին։ Հիսուսը մկրտության ժամանակ Հովհաննեսի ձեռքերով նույնացավ մեղավորների հետ։ Մատթեոս 3:13-15 Եվ մեր մեղքերը դրվեցին նրա վրա։ Եսայի 53:6, եթե չեմ սխալվում։ Եվ չորրորդը կտոր անել։ Ղևտացիների 1:6-12 համարները։ Սա դաժան է թվում, բայց հոգևոր իմաստը խորն է։ Հիսուսը կոտրվեց մեր փոխարեն, մեր մեղքի համար։ Նրա մարմինը կոտրվեց մտրակների, փշեի պսակի և գաբերի տակ։ Եսայա 53:5 նա խոցվեց մեր հանցանքների համար և ջարդվեց մեր անօրենությունների համար։ Ինչ է սա նշանակում մեզ համար այսօր, սիրելիներ։ Առաջինը երախտագիտություն։ Երբ կարդում ես Ղևտացիների 1-ը, տեսնում ես միայն այրուն և միս։ Տես թե ինչ արժեցավ քո փրկության համար։ Հիսուսը դարձավ այդ այրող զոհը, որ դու հավիտյան, ես և քո հետ միասին չայրվենք դժոխքում։ Երկրորդը ամբողջական նվիրում։ Ողջակեզը ամբողջությամբ Աստծունն էր։ Պողոսը հենց սա է ասում Հռոմեացիների 12:1-ում. ներկայացրեք ձեր մարմինները որպես կենդանի սուրբ և Աստծուն հաճելի զոհ։ Թանկագին, մենք չենք կարող ապրել մի կյանքով, մեր կյանքով։ Մենք պետք է ապրենք Քրիստոսի կյանքով, որովհետև մեր կյանքը այլևս մեզ չի պատկանում, որովհետև Քրիստոսը գին վճարեց, ինչպես Կորինթացիների մեջ է ասում։ Գործնական այս շաբաթ ամեն առավոտ ասա. Տեր, ես իմ աչքերը, իմ ձեռքերը, իմ ժամանակը որպես ողջակեզ եմ դնում քո առջև։ Եվ եկեք աղոթքով ավարտենք, սիրելիներ։ Երկնքի Հայր, փառք և գոհություն քեզ, որ Ղևտացիների առաջին գլխի խորհրդավոր արարողությունները այդքան պարզ են դառնում, երբ տեսնում ենք քո որդուն Հիսուս Քրիստոսին։ Ների՛ր ինձ, որ հաճախ անզգա եմ կարդում Աստվածաշունչը, հոգով լսրում ես, որ երբեք չմոռանանք ողջակեզի գինը։ Հիսուս Քրիստոսի անունով այս ամենը խնդրեցինք, ամեն։ Եթե այս ուսուցումները օրհնություն են քեզ համար, կիսվիր և գրիր մեկնաբանություններում, թե որտեղ ինչպես տեսար Հիսուսին տվյալ գրքում Ղևտացիների